Ժողովուրդ ջան, խաբում են, գնանք ընտրատեղամասեր, մեր քվեն տանք ոչ Փաշինյանին, այս նույն մարդիկ, ովքեր այսօր Երևանում գրկում, պաչում, էլ չգիտեմ ինչ են անում, մի օր, երկու օր հետո շնորհավորելու են նոր կառավարությանը։ Նույն այս մարդիկ շնորհավորել են Սերժ Սարգսյանին, նույն այս մարդիկ ասում էին Վրաստանի կառավարությունը չենք ընդունում, առաջին իրենք զանգեցին, հիմա ամենալավ իրենք են աշխատում, այսինքն մի թողեք, որ այս ազդի, այս ամեն ինչը արել են, որ ցույց տան, իբր այլընտրանքը չկա, աշխարհը Փաշինյանի հետ է, ով լինի ղեկավար, աշխարհը նրա հետ է։ Գիտեք ինչի, այս ուղղակի խոսքեր չի, որ ասում ենք։ Եթե տեսնում ես երիտասարդ, ու երիտասարդները մասնակցում են գործընթացին, ուրեմն տեսնում ես փոփոխություն։ Տեսնում ես, որ այդ ճանապարհի վերջում փոփոխությունն է։ Հիմա ինչ խորհուրդ տանք։ Խորհուրդ մենք այդ դերում չենք հանդես գա տենց լուրջ դեմքով խորհուրդ տվողների, մեր փորձերից թույլ տուր կիսվել քո հետ։ Նորմալ է, որ չես վստահում։ Ինչ ես տեսել, որ ինչին վստահես։ Տեսել ես մեկին, ով եկել է խոստացել է հրաշքներ ու արել է հակառակը։ Գիտեք, շատ հաճախ ասում են Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին հայկական շահը։ Ես արդեն դրանում այդքան էլ համաձայն չեմ, ես վստահ չեմ, որ ինքը երբևէ հայկական շահի կողքին եղել է, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն երիտասարդներին 18-ի, ովքեր հույս ունեին, Հայաստանի հետ հույս էին կապում, երազանքներ ունեին Հայաստանի հետ կապված։ Հիմա իրաց մի մասը գերեզմանում է։ Ուզում եմ ասեմ, նորմալ է, որ այս տեսնելով վստահություն կարա քիչ լինի։ Մեր մոտ ամենալավ համակարգը չի քաղաքական, այդ էլ անկեղծ ասենք, բայց քեզ հետ պիտի պահի դա, իսկ որտեղ է կատարյալ, որ ոլորտում է կատարյալ, ծրագրավորում չէ, արվեստ չէ, ոչ միտեղ հեշտ չի, տենց միած սկզբում կա, չէ, թե հեշտ է, ուրեմն սխալ է, հեշտ չի լինելու ոչ միտեղ ժողովուրդ, չկա հեշտ ճանապարհ, կա դժվար ճանապարհ, բայց կա քո ճանապարհը, եթե դու ուզում ես փոփոխություն, մի հարց ունես տալու, ով եթե ոչ դու կարա բերի այն փոփոխությունը, որը դու ես պատկերացնում։ Քեզնից մեկը կա, որ ավելի լավ է պատկերացնում քո պատկերացրած փոփոխությունը։ Չկա։ Մենք ինչի ենք ստեղ արդյունքում, որտեղ պատկերացումներ ունեինք։ Մտածում ենք, որ էս է պետք անել, սենց է պետք անել, ու գիտենք, մտածում ենք, որ կան մարդիկ, որ դա կանեն։ Բայց հետո հասկանում ես չկան այդ մարդիկ, կամ դու պիտի անես քո պատկերացրածը, կամ չի լինելու քո պատկերացրածը։ Դրա համար ինչու՞ներ, չէ՞ հարցը, թե ոնց։ Ինչ խորհուրդ կտամ չվախենալ, նորմալ է, որ կարա վախենալու թվա, բայց չվախենալ, ու իմանալ, որ այն ինչ որ վերջին արդյունքում ստանալու ես, շատ ավելի մեծ է, քան վախը, որովհետև մենք այսքան բողոքում ենք այս իրավիճակից ու ճիշտ ենք բանում, վատ է, բայց այս ճգնաժամային իրավիճակներն են ամենամեծ փոփոխությունների հնարավորությունը։ Հիմա դու որ լինեիր Բելգիայում, շատ փոքր հնարավորություն ունեիր փոփոխության, որտեղ կատարել համակարգեր են։ Ամբողջ համակարգերը կան, ամբողջը կառուցված է արդեն, այս անկայունության, այս համակարգերի բացակայությունն է, որ անհատը ու միտքը կարա նենց փոփոխություն բերի, շրջադարձային։ Դրա համար չվախենալ ու գնալ նրա հետևից, ինչը քեզ է պետք, որտեղ ոչ ոք ուրիշ չի անելու դա քո փոխարեն։ Ինչ ճանապարհ էլ ընտրես, դա դժվարություն լինելու է, այդ դժվարություններից պետք չի հիասթափվել, իսկ հիմա Հայաստանը, հատկապես հիմա, այդ շատ նմանա ծնողին, ինքը մեզ այնքան բան է տվել, անվտանգություն, հպարտություն, հիմա մենք պիտի հարցնենք, մենք իրան ինչ ենք տալիս, հիմա է ժամանակը տալու Հայաստանին, դրա համար չվախենալ, գնալ ու լինել այն փոփոխությունը, որը պատկերացնում ես։